6-րդ դեպքն է վերջին 1.5 ամսում, երբ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու հետևանքով վնասներ են կրում Սյունիքի բնակավայրերը։ Էդի կրակել եմ, հա։ Երևակայում նույն ժամին, որ սկսում են 10:20-ն։ Ուրբաթ երեկոյան 10:29 է Ադրբեջանի զինուժը կրակ բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ։ Բնակելի տան տանիքն է վնասվել, տուժածներ չկան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ընդամենը մի հատ գնդակ կպել է չբնակվող տանիքը վնասել։ 10:20 կրակել է մի քանի վայրկյան ու նույնիսկ գնում է 12:30 ու տեսնի Շելուսաբացը 4 անգամ էլի, իսկ ընդհանուր կրակոցները տևում է մի քանի վայրկյան, մի քանի փամփուշտներ։ Թշնամին այս գիշեր հրադադարը խախտել է նաև Խոզնավարի ուղղությամբ, ահազանգում են բնակիչները։ Պաշտպանության նախարարությունը այս մասին հաղորդագրություն չի տարածել, հավանաբար Խոզնավարում վնասների տեսքով փաստեր չունենալու պատճառով։ Վնաս կա նույն ժամին, նույն քանակությամբ։ 3 անգամ մարտի 31-ին, մայիսի 7-ին և մայիսի 9-ին ադրբեջանական կրակոցներից բնակելի տների տանիքներ են վնասվել Խնածախում։ 2 անգամ ապրիլի 20-ին և 23-ին թշնամու կրակոցներից 2 տուն է վնասվել Խոզնավարում, փամփուշտը կոտրել է մի բնակելի տան պատուհանը և մեկ այլ բնակելի տան արևային ջրատաքացուցիչը, որ դրված է եղել տանիքում։ Ապրիլի 13-ին թշնամին հրադադարը խախտել է վնասելով Խնածախի մշակույթի տունը։ Կհիշեք նախորդ դեպքը, որ տուն էր վնասվել, դա երբ էր։ 2 օր առաջ։ Սան հանգույցի լի տանիքներ վնասել։ Գյուղերում հաշիվը կորցրել են, օրվա մեջ թշնամին քանի անգամ է կրակում, որ ուղղությամբ է կրակում, ինչ վնասներ է հասցնում։ Մանրամասները անգամ վարչական ղեկավարը չի կարողանում մտաբերել, չգիտի նաև, ինչ է ուզում արդեն 1.5 ամիս իրենց գյուղի անդորը խաթարող հարևանը։ Պաշտպանության նախարարությունը ինչ հրապարակում է, թող դրանով առաջնորդենք էլի։ Ես չգիտեմ ինչի է դա պայմանավորված այս կրակոցները, նորից եմ ասում ենք ելեք մտահոգ, բայց չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ ինչի հետևանքն է այս։ Գյուղում փորձում են շարունակել բնականոն կյանքը, վարչական ղեկավարը վստահեցնում է, ամենօրյա կրակոցները իրենց չեն վախեցնում։ Նորից հանգստանում են իրարորյայով աշխատում է, գյուղում էս պահին շինարարությունը դնում է ցանցնափոխվում ջրերի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել բնակելի տների գնդակոծման փաստերը ու հրապարակային պարզաբանումներ անել։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։